Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, սիրելի ժողովուրդ, շնորհակալություն ենք հայտնում, որ եկել եք չնայած այս եղանակային պայմաններին, եկել եք մեր հրազդանում տարածքային գրասենյակի բացմանը։ Սա մեծ շատ ուրախոր է մեզ համար, որովհետև մենք այսպես նաև ներկայացված ենք լինելու հրազդանում եւ այստեղ լինելը մեզ հնարավորություն կտա մարդկանց մեջ լինել, հասկանալ նրանց խնդիրները եւ ճիշտ ձևակերպել նաեւ մեր նպատակներն ու խնդիրները։ Գիտեք, հրազդանի հետ կապված ես շատ հետաքրքիր մանկության հիշողություններ ունեմ, որ կուզենայի ձեզ հետ կիսվել։ Իմ մայրը Գայանեն մանկավարժ է եղել ամբողջ կյանքում, հայրս Հակոբը հիշում եմ ավտոբուս էր վարում մի շրջան եւ հիշում եմ նրա ընկերներից անդադ մեր տուն որ գալիս էին, նաև հրազդանում էին աշխատում, հրազդան մաշում եւ ավտոբուսով մարդկանց այնքան շատ էին աշխատողները, տասնյակ հազարավոր, որ մարդկանց անգամ Երևանից ավտոբուսներով տեղափոխում էին հրազդան, գնացքներով անգամ, ու հետո հրազդանից տեղափոխում էին Երևան։ Ուրեմն հիշում եմ ընկերներից մեկը աշխատում էր հրազդան տրեստում, միշտ հիշում եմ այդ պատմությունը, նախ շատ ուրախացել էր մի անգամ, որովհետեւ Որտավոյ ավտո էի տվել, ինչպես ասած, վասմի 53, ինչպես ասում են, գազ 53 ու շատ ինչն էր հետաքրքիր այդ պատմությունները երբ հիշում եմ, ուրեմն շատ ինձ միշտ հիացնում էր ինչ, ասում էին այս հրազդանի շենքերը, որ կառուցել են, մեկ ամսում մի շենք էին կանգնացնում ոտքի, պատկերացնում եք, այդ պատմությունները ինչ միշտ շատ հիացրել են, մեկ ամսում ինչպես է հնարավոր, միշտ փոքր ժամանակ մտածում էի, որովհետև երբ գալիս էր հայրս հրազդան, խնդրում էի հետը բերում էր, դե մենք էլ երեխա էինք, անընդհատ այսպես շատ հետաքրքիր էր նստել գալ եւ միշտ շատ հիացրել է, հիմա որ այս շենքերը տեսնում եմ, մեկ ամսում ինչպես կարելի է շենք ոտքի կանգնացնել, բայց փաստորեն հնարավոր է եղել։ Իսկ ինչու է հնարավոր եղել, որովհետեւ ես այդտեղից ինձ համար երկու մեծ հետևություն եմ արել միշտ, նախ ունենալով հիացմունք մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև մենք եղել ենք միավորված, որովհետև մենք գործել ենք հանուն մեկ նպատակի։ Եվ ամենակարևորներից դա հնարավոր է եղել, որովհետև գործը արել են մասնագետները։ Գործի գլխին կանգնած են եղել մասնագետները։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր է ու սա ցույց է տալիս մեր ժողովրդի ուժը, որ մենք, եթե ուզում ենք, իրար լրացնելով ամեն ինչ կարողանում ենք անել։ Պատկերացնում եք 80-ական թվականներ, դրանից առաջ էլ տեխնիկայի բացակայություն, այսքան պայմաններ չկան, բայց մարդիկ այդքան կարճ ժամանակ արդյունք են ստացել, որովհետև մեկը ինչ էր անում, մեկը կապել մետլախ էր անում, մյուսը գաչ էր շաղում, բացում ջրով, մյուսը ցեխ էր շաղում եւ այլն։ Ու մարդիկ աշխատում էին հանուն նպատակի։ Մարդիկ իրար դեմ չէին պայքարում։ Ինչու էր այդպես ստացվում, որովհետև մարդիկ զբաղված չէին իրար մասին բամբասանքներ տարածելով, որովհետև մարդիկ չէին հայտարարել պատերազմ մեր պատմության դեմ ու զբաղված էին մեղավորներ փնտրելով, որովհետև մարդը հստակ գիտեր, որ այն տունը, որ ինքը կառուցում է, դրանում հետո իր տղան աղջիկը գնալու են Երևանում սովորեն կամ հրազդանում են սովորելու, որովհետև տեխնիկում են սովորելու, հետո գալու են իրենք ապրեն այդ տանը, իրենց թոռներն են ապրելու այդտեղ։ Շատ կարևոր է դրա համար, որպեսզի ժողովուրդ ջան, մենք այս պատմությունները ինձ օրինակ մանկությունից սովորեցրել են մի շատ կարևոր բան, որ մենք պետք է աշխատենք հանունի համար, մենք պետք է աշխատենք միավորված ու մենք պետք է աշխատենք իրար լրացնելով։ Մեզ մոտ այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Ես ուզում եմ շատ վստահությամբ ու հավատով ասել եւ ինձ համար ամեն անգամ երբ գալիս եմ հրազդան, հենց այս պատմությունները հենց ինձ համար դա են ստեղծում եւ այդ մանկության հուշերն են միշտ արթնացնում իմ մեջ։ Իսկ մենք այսօր այստեղ հավաքվել ենք միասնության թևեր նախաձեռնության հերթական գրասենյակը բացելու առիթով եւ մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում, մեր երկիրը տանել առաջ եւ մեր առջեւ ծառացած խնդիրները կարողանանք միահամուռ բոլորով լուծել։ Դրա համար է նաեւ որ մենք աշխատում ենք մասնագետներով։
Ցավոք սրտի մեր երկրում այսօր կան խնդիրներ, որոնք աճում են, օրինակ միայն Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով Հայաստանում արդեն այսօր բնակչության 14%-ը 65 տարեկանից բարձր է։ 2050 թվականին 24%-ից ավելի է լինելու 65%-ից ավել մեր քաղաքացիները։ Հարցը այն չէ, որ մենք ունենք ավագ սերունդ եւ պետք է պատկառանքով վերաբերվենք, պետք է սոցիալական երաշխիքներ լինեն, բայց մենք պետք է այնպես անենք, որ երիտասարդները չթողնենք գնալ, որ երիտասարդները իրենց ապագան տեսնեն մեր երկրում, որպեսզի երիտասարդները իրենց երեխաների, սերունդների ապագան տեսնեն մեր երկրում։ Դրա համար մենք շատ կարևոր ծրագրեր ենք մշակել, որ դրանք ավելի մանրամասն կներկայացնենք, բայց ես մի քանիսը ուզում եմ նշել։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Սա շատ կարևոր է։ Մենք արել ենք մասնագիտական հաշվարկներ եւ դա հնարավոր է։ Իսկ եթե դա հնարավոր է, մենք պետք է անենք։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահությունը, բուժօգնությունը պետք է լինի ոչ թե ապահովագրությամբ, որ մարդը լրացուցիչ իր գրպանից էլ վճարանի, այլ պետք է լինի համընդհանուր անվճար։ Իհարկե, որպես հնարավորություն, եթե մարդը ուզում է մասնավոր ծառայություններից օգտվել, կարող է։ Բայց առողջապահական ծառայությունները պետք է անվճար լինեն։ Ինչու՞ տրամաբանությունը որն է։ Մենք ժողովուրդ ջան, մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք առողջ մարդիկ մեր երկրում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, մենք չենք ունենալու առողջ պետություն, մենք չենք կարողանալու առաջ տանել մեր պետությունը այնպես ինչպես պետք է։ Դրա համար չափազանց կարևոր է, որպեսզի մենք տիրություն անենք մեր մարդուն։ Առաջնահերթ, այո, մարդը աշխատում է մեր երկրում, հարկ է վճարում, պահում է այս երկիրը եւ նա ունի իրավունք պահանջելու մեր պետությունից, որ նրա պետությունը ամեն ինչ անի նրա բարեկեցության համար։ Սա շատ կարևոր է։ Մենք կարևոր ծրագրեր ունենք գյուղատնտեսության բնագավառի համար։ Մենք հիմա շատ ենք այցելում գյուղեր, մեր երկիրը պահողը հենասյուներից է գյուղը։ Մենք պետք է անպայման լուծենք առաջնահերթ պետությունը, առաջնահերթ խնդիրներ, ոչ միայն ջրի, ոչ միայն հողի մշակման հարցեր։ Ցավոք սրտի մենք ունենք հողեր, որոնք տարիներով անմշակ են եւ այդպես էլ անորակ մնում է ցավոք սրտի ավելի մեծ խնդիրներ ունենալու։ Բայց մենք մեր այցերը գյուղեր հստակ ցույց է տալիս, թույլ է տվել մեզ մշակել մի քանի կարևոր ծրագրեր։ Նախ առաջինը պետության վրա պետք է լինի գյուղմթերքի իրացման շուկաները մարդկանց համար երաշխավորելու հարցը։ Գյուղացին չպետք է տանջվի, չարչարվի, մշակում է հողը, հələ մի հատ էլ հետը գնա իրացման շուկաներ փորձի գտնել, չեղավ, ռիսկն էլ ինքն է կրում անգամ։ Մի հատ էլ մոնաթիտակ է ընկնում, մի հատ էլ չի կարողանում ծախսերի հատուցում ստանալ, հետո էլ այդ մարդը ընկնում է այս պետական մարմնի դուռը, այն մի պետական մարմնի դուռը, մարդու սարկում են բողոքական եւ հետո էլ անուն են կպցնում, խնդիրները չեն թողում որպեսզի լուծվի։ Պարտադիր պետք է պետությունը երաշխավորի նվազագույն գներ գյուղմթերքի եւ ինքը այո պետք է ապահովի դրա պակասի լրացումը, որը հնարավորություն կտա մարդուն ունենալ կանխատեսելիություն։ Սրանով հանդերձ մենք պետք է ունենանք գիտահեն տնտեսություն։ Գյուղացին նույնպես պետք է այդ հնարավորություն ունենա։ Ոչ թե մենք պետք է ապավինենք մեր պատմական մեթոդներին, ինչը կարևոր է, բայց մենք պետք է գիտականորեն հիմնավորված աշխատենք բոլորը, որպեսզի իսկապես կարողանանք արդյունք ստանալ։ Մի քանի մենք իհարկե խոշոր այլ ծրագրեր ունենք, մասնավորապես սոցիալական ծրագրերի հետ կապված, մեր ավագ սերնդի հետ կապված, այդ թոշակ հասկացությունը, որը տպավորություն է, ոնց որ ողորմություն լինի, որ տալիս են անընդհատ քաղաքական ուժերը ինչ որ գալիս են մարդկանց խոսք են տալի 10 դրամ կբարձրացնեմ, 5 դրամ կբարձրացնեմ եւ այլն, ու անընդհատ տպավորություն է սակարկություններ են անում։ Ժողովուրդ ջան, այդպես չպիտի լինի։ Մարդը ավագ սերունդը, ավագ մեր սերունդը, ով վաստակ ունի, ով իր տարիները տվել է այս պետությանը, երիտասարդությունը ինքը իրավունք ունի արժանապատիվ վայելելու այն տարիները, որը գալու են իր կենսաթոշակային տարիքից հետո, բայց մենք դա արդեն կոչելու ենք բոլորովին այլ կերպ։ Մարդը պետք է հասանելիություն ունենա բոլոր ծառայություններին, հենց նրանով պայմանավորված, որ արդեն իր վաստակով հնարավորություն է ստացել կամ վաստակել է այդ իրավունքը պետության կողմից նման վերաբերմունքի։ Գիտեք, ես ուզում եմ նաև հստակ մեկ բան ասել, ժողովուրդ ջան, մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ-որ տեղեր հովանավորներ ենք փնտրում։ Դա ճիշտ չէ։ Ինչ-որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։
մենք պետք է ունենանք մեր վրա հույսներս դնենք, մենք մեզ առաջ տանենք։ Եմ որ ասում է եղունգ ունես գլուխդ քորի։ Մենք պետք է եւ ուրիշին էլ անում մի կպցնում։ Մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն, ամեն մեկը ունի իր շահերը, իր հարցերը, բայց մենք պետք է հասկանանք ժողովուրդ ջան, որոնք են մեր շահերը, որոնք են մեր համար անհրաժեշտ խնդիրները, որ պետք է մենք լուծենք։ Դրա համար մենք ղեկավարվում ենք միայն դրանով։ Մեր երկիրը, մեր Հայաստանը, ամբողջ հայ ժողովուրդով, հրտեք տեսեք մենք ինչքան աշխարհով ունենք սփյուռք, որոնք հզոր մարդիկ են։ Մենք նրանց հետ միասին պետք է աշխատենք այդ ուղղությամբ, միավորված։ Դրա համար է ժողովուրդ ջան, որ մենք մեր սփյուռքի հետ կապված ունենք նաև ասելիքներ, որ մենք իրականում պետք է վերացնենք այդ բարեգործություն ասվածը, որքան էլ որ մեծագույն հարգանքով մեր սփյուռքահայերի նկատմամբ չկա, մեզ չպետք է նայենք, մենք իրար չպետք է նայենք որպես տիրություն անող պատրոնաժ եւ այլն։ Պետք է լինենք գործընկերներ, պետք է շատ ներդրումներ լինեն Հայաստանում, այո, եւ մեր սփյուռքահայերը պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն, իրենց եկամուտը ստանան, բայց դրանից բացի նաեւ պետք է նպաստենք բոլորով մեր երկրի զարգացմանը։ Մենք մեզ բոլորով ոտքի կանգնացնենք։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես քիչ առաջ որ օրինակը բերում էի Հրազդանում այս շենքերի կառուցման, սա դաստական օրինակ է ինչպես կարող ենք մենք բոլորով իրար կպնելով, կոմակ անելով, ամեն մեկս մի բան անելով, պատասխանատու լինելով մեր կարողանանք մեր առաջ խնդիրը լուծել, բայց ոչ թե որ փորենք մեր անցյալը, ով է մեղավոր, իրարից բամբասենք եւ այլն, ոչ, այլ բոլորով գնանք առաջ հանուն մեր ապագայի։ Ուզում եմ ոչ, բոլորը մեր երկրում շատ կարևոր է մեկ այլ բան։ Որևէ մեկը մենք պետք է կառուցենք խելացի պետություն։ Սա ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, խելացի պետություն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պաշտոնյաների բացառիկ բարեվարկություն։ Որևէ մեկը իրավունք չունի մեր երկրում ապօրինություններ անել, սա շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ, որ դուք այստեղ եք, եկել եք եւ մեզ համար կարևոր է նաեւ որպեսզի մենք կարողանանք միասնաբար գործել։ Եվ ուզում եմ հիմա արդեն խոսքը փոխանցել մեր գործընկերներին, խնդրեմ։ Հարգելի բարեկամներ, սիրելի ժողովուրդ, մենք 7-րդ տարածքային մեր գրասենյակն ենք բացում եւ ամեն գրասենյակ տարածաշրջանային ունի իր նշանակությունը եւ իր առանձնահատկությունը, յուրահատկությունը, ելնելով այդ ռեգիոնի, այդ տարածքի սպეციფիկան։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինչքան էլ որ մենք տնտեսական ծրագրեր, ժողովրդագրական ծրագրեր, սոցիալական ծրագրերի հետ կապված ունենանք էքսպերտային մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ ընդգրկված այդ ամեն ինչին եւ մշակենք ծրագրեր, դրանք բոլորը պետք է տարածներով ժողովրդի հետ զրուցելու եւ զրույցների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության եւ այդ սպասումների հետ միասին դրանք պետք է բոլորը ճշգրտվեն։ Եթե տնտեսական բանն եք նայում, օրինակ Դիլիջանում մեր գրասենյակը բացելիս խոսել ենք օրինակ Դիլիջանի իմպուլս գործարանի նշանակության մասին դեռևս սովետական ժամանակաշրջանում։ Հրազդանում նմանատիպ մեծ գիգանտ գործարան եղել է Հրազդան Մաշը, որը որ ամբողջ սովետական միությանը տրամադրել է բարձր էլեկտրոնիկական եւ բարձր ճշգրտության սարքեր ու սարքավորում։ Հիմա ժողովրդի մոտ այդ նոստալգիկ սպասումները կան, թե ինչ է արունակ այս կամ այն քաղաքական ուժը իշխանություն ձեռք բերելուց հետո ինչպես է պատկերացնում եւ ինչպես պետք է արդյունաբերությունը կամ արտադրությունը զարգացնել։ Մեր մոտեցումը հետեւյալն է, ժողովուրդ ջան, մենք իհարկե պետք է բոլոր հնարավորությունները քննարկենք, բոլոր հնարավորությունները նայենք եւ դրանք շատ մանրամասն ուսումնասիրենք, բայց քանի որ ժամանակը առաջ է գնացել եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում տնտեսությունը զարգացման իր բաներն ունի, առանձնահատկություններն ունի, մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ եւ ամեն մի բնակավայր ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա եւ արդյունաբերական գոտիների, ընդհանրապես արտադրական ու արդյունաբերության զարգացման ինչպիսի ընդգրկվածություն պետք է ունենա։ Եվ այս ամեն ինչը ինչ որ մենք անում ենք եւ մշակում ենք, սա տարածքային հենց գրասենյակների նպատակն է, որ ժողովուրդը եթե ունի հարցեր, եթե ունի ընդհանրապես խնդիրներ, գա թե իր խնդիրները բարձրացնի, թե իր սպասումները ձևակերպի, թե իր հարցերը տա եւ հարցերից ստանա պատասխան։
Ժողովուրդ ջան, մենք շնորհակալ ենք ձեր աջակցության համար։ Մենք հիմա արդեն երևի թե եղանակային պայմաններն էլ մի փոքր փորձություն է մեզ համար, շատ չարաշահեմ ժամանակը եւ խոսքը տրամադրեմ մեր գործընկերոջը, պարոն Հարությունյան Համեցին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շատ տրամադրող ու ողջունող է այս սրտին ձեր ներկայությունը։ Շուտով նոր տարի է եւ միշտ այս օրերին մի միտք է իմ ուղեղում։ Ռուբեն Ախմետյանի խոսքերը. «Ելնեք թե այս նոր տարի վերջ տար հայի ցավերին»։ Շատ երկար ասելիք չկա այս մասին։ Հուսով, որ 2026 թվականը ի վերջո կդառնա այն տարին, որտեղից սկսած մենք կսկսենք վերջ տալ մեր ցավերին, այն ցավերին, որը հազարամյակներ շարունակ մեզ ուղեկցող է, եւ եթե մենք չվերաիմաստավորենք մեր արժեքները, մեր պատկերացումները եւ մտքերը, շատ երկար տարիներ մեզ կուղեկցի այդ ցավերը, կուղեկցեն այդ ցավերը։ Եվ վստահ եմ 2026 թվականը կլինի այդ տարին։ Շնորհակալ եմ այսօր այս եղանակային պայմաններում այստեղ լինելու համար։ Երևի կամած շարժվենք դեպի գրասենյակի բացման արարողությանը,